300 դպրոցին 100 մանկապարտեզ պետական ծրագրով հիմնանորոգվում է Գառնու մանկապարտեզը։ Ապրիլի 30-ից մեկնարկած շինարարությունն ավարտական փուլում է։ Այս պահին կատարվում են շենքի արտաքին հարդարման եւ գունազարդման աշխատանքները։ Շինարարները խոստացել են, համայնքի փոքրիկներն արդեն սեպտեմբերին կհաճախեն նորոգված մանկապարտեզ։ Մանկապարտեզը մինչև վերանորոգման աշխատանքները գտնվում էր ոչ բարվոք վիճակում։ Մի քանի անգամ նույնիսկ ունեցել ենք սեյսմիկ եզրակացությունով բանով, ինքը ոչ բարվոք վիճակում էր, վերանորոգումից հետո հուսով ենք, որ արդեն ստանալու ենք իդեալական տեսք։ Մանկապարտեզը կառուցվել է 1964-ին, շահագործվել 72-ից։ Տարիների հետ շենքը մաշվել էր, պայմանները վատթարացել, ասում են։ Կար կոյուղու, ջրամատակարարման խնդիրներ, որոնք վերջնականապես լուծվել են։ Սկզբից որ մտանք ինքը անմխիթար վիճակում էր, նախապատրաստել ենք շինական աշխատանքների բուն թիմին, բոլորը այն բաները, որոնք վնասված են եղել, ապա մոնտաժել ենք, հանել ենք, տեղափոխել ենք ստեղից ու սկսել ենք արդեն սենյակ տվյալ սենյակում կատարվելիք աշխատանքները ըստ ծավալաթերթ նախահաշվի հասկացել ենք, թե կոնկրետ ինչ պետք է կատարվի այդ սենյակում, սկսել ենք կատարվող աշխատանքների ըստ փուլերի։ Ուղղվել են նաև պատերն ու առաստաղը, հարթեցվել հատակը։ Հատուկ Գառնու մանկապարտեզի սաների հարմարավետության համար Կապալառու ընկերությունն արտասահմանից պատվիրել է բարձրորակ շինանյութ, վինիլային հատակներ, լույսեր եւ այլն։ Ահագին բաներ, որոշակի պարագաներ կա, պատոններից բռնած երեխաների, մի խոսքով ահագին տենց աքսեսուարներ կան, որոնք պատվիրել ենք դրսից։ Նախահաշվարկային գինը եղել է 79 միլիոն, իրագործում ենք 62 միլիոն ՀՀ դրամի շրջանակներում։ Շինաշխատանքների ավարտից հետո մանկապարտեզը կընդունի 140 սանի, արդեն հարմարավետ եւ ընդարձակ տարածքում։ Ամբողջովին վերանորոգվել է ու կառուցվել է գույքով բանով UNICEF միջազգային կազմակերպության կողմից, ինչի համար շնորհակալ ենք, ինչի հաշվին ունեցել ենք խոհանոց եւ դահլիճ։ Իսկ այն ժամանակ խոհանոցն ու դահլիճը հին շենքում է նախատեսված եղել, միջոցառումները անցկացրել են հին շենքում, նոր շենքի կառուցման դեպքում արդեն մանկապարտեզը ընդլայնվել է։ Պատասխանատուները վստահ են, հիմնանորոգված նախադպրոցական հաստատությունը նոր շունչ կբերի համայնքին, իսկ փոքրիկների առօրյան կդառնա ավելի հետաքրքիր։ Երբ որ տեսել եմ ինչ ա եղել ու ինչ ա դառնալու, հաստատ ես էլ պատրաստ կլինեի մեր խումբերի այս մանկապարտեզ, բայց ոչ այն ժամանակ ինչ որ կար մինչ այս վերանորոգումը։ Ապագայում նախատեսվում է տանիքի փոխարինում եւ բակի բարեկարգում։ Արամ Մարանդյան, Արման Թովմասյան, լուրեր։